Պարոն Սիմոնյան, ձեզ ասում եմ, որ դուք բոլոր ոլորտներում ձեր իշխանությունը ձախողել է ու գեթ մի ոլորտ չկա, գեթ մի ոլորտ չկա, որտեղ դուք աներկվա հաջողություններ արձանագրած ունեք, հիմա կարող եք վերհիշել, թե որ ոլորտներում դուք ունեցել եք հաջողություն այս 7 տարիների ընթացքում։ Բազմաթիվ ազատությունների, իրավունքների տարբեր անվտանգային իդեպ, այո, լուրջ եմ ասում, ինչի՞։ Դուք չէիք, որ պատերազմից անմիջապես հետո ասում էիք, որ նոր պատերազմա լինելու, որ հեսա հարձակվելու են Հայաստանը վերացնեն, որ նույն բանակցողը չի կարող բանակցել։ Դուք չէիք ասում, որ նույն բանակցող իր հարցը, մի րոպե, ապոկալիպտիկ են հայտարարությունները, որ արվում էր պատերազմից հետո, անմիջապես պատերազմից հետո, մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր, դիվանագիտության ոլորտում, միջազգային գործընկերների ոլորտում, մենք Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսության տարբեր ոլորտներ դիվերսիֆիկացրել է, փոխել է շատ բաներ, մենք այն մակարդակը, որը որ կա միջազգային մեր հարաբերություններում, երբևիցե չենք ունեցել, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, որ մեկ ասեմ, Դիվանագիտության հաջողությունը մեր ո՞րն է եղել։ Դիվանագիտության հաջողությունն է, որ մեր երկրին, օրինակ այն երկրները, որոնք որ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ զենք են վաճառում, դա հաջողություն չի, այն որ միջազգային դիտորդները քաղաքացիական Հայաստանի Հանրապետության սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգային մակարդակը, այն որ Հայաստանի Հանրապետության ձայնը լսելի է աշխարհով մեկ եւ մեր գործընկերները թե հայտարարությունների թե աջակցության առումով, թե այն ծրագրերի, որոնք որ իրականացնում են, անում են, բայց ինչ էիք պատկերացնում, այսինքն ինչ պետքա լիներ, որ դեռ չի եղել միջազգային առումով, որ ձեզ հիմա այլ կարծիքի ա բերում։ Պայմանագրի ստորագրումից հետո ագրեսոր կողմը Ադրբեջաններ, բոլորը հավասարության նշան դրեցին, դիվանագիտությունը Ով է հավասարության նշան դրեց։ Ով է հավասարության նշան դրեց։ Ով է հակառակման արել։ Ցույց տվեք երկիր, որ ասենք հավասարության բոլոր նշան չի որևիցե Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքերը միակողմանի ձևով ուղիղ հայտարարություններով, հասցեական հայտարարություններով քննադատվել են միջազգային գործընկերների կողմից։ Դրա հետևանքն է, որ իրենք բան են ուղարկել, քաղաքացիական այդ առաքելությունն են ուղարկել։ Ու դուք մի բան ասեմ, շատ հնարավոր էր 2020 թվականի պատերազմից հետո եւ տենց պլանել կար, եւ ես չեմ բացառում, որ այդ պլանը միգուցե ինչ-որ մարդկանց մտքում կա, որ ունենալ հայելային նույն իրավիճակը, որը եղել է 90-ականներից հետո, այսինքն ադրբեջանական զորքը պայմանական ինչ-որ տոկոս Հայաստանի Հանրապետության տարածքից զավթի, նստի եւ հռչակի, օրինակ այն ինչ-որ հիմա իրանք ասում են, այդ պլանն է եղել, Հայաստանի Հանրապետության այլ միջազգային, այսպես ասած, միություններին միացնելու պլանն է եղել, Հայաստանի Հանրապետությունը մարիոնետային իշխանություն բերելու պլանն է եղել, դուք Հայաստանում եք ապրում, դուք այդ ամեն ինչը չգիտեք, մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք ու ես համարում եմ, որ հենց միջազգայինն եք ասում, ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն է, աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը որ ՀԱՊԿ-ից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ մի հատիկ փամփուշտ փոխանցի։ Դուք հասկանում եք, դա քաղաքական ինչ մեսիջ է եւ կարեւոր չի թե ինչ են տալիս, կարեւորը այն է, թե ինչ են այդ հենց այդ գործողությունը, դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո օրինակ տեխնոլոգիաները չի փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրի, որ այդ նշանակում է, որ մենք այդտեղ ներկայացված ենք եւ ես զարմանում եմ, որ այդ հարցն եք տալի։ Շատ ավելի վատ ոլորտներ կա, հարցնեք, չկարողանա